Կարծում եմ, որ ամենասուր արձագանքը պարոն նախագահ կարող է գտնել եւ բոլորի վրա դա ազդեցություն կունենա, եթե գազի գինը թանկանա։ Մենք նախորդ հաղորդմանը քննարկում էինք, որ ոչ միայն գազի գինը ձեր իշխանության դեպքում հնարավոր է պահպանել, այլ նաեւ հնարավոր է առհասարակ էժանացման հետ կապված բանակցություններ վարել։ Եթե կարելի է վերադառնալով էլի հանդիպման մեկ այլ դրվագի եւ ինչա քանի որ դրան հաջորդում իշխանությունների կողմից, որ ինչ է վաճառում ժողովրդի վրա, որ մենք ինքնիշխաններ ենք, ամենաշատը այդ թեզը փորձում էին ամրացնել Վլադիմիր Պուտինի կողմից հնչած հետևյալ նախադասության համատեքստում, որ Հայաստանում կան, այսպես ասած, ռուսամետ ուժեր, նրանցից մեկի ղեկավարը նաև գտնվում է կալանքի տակ եւ լավ կլինի, որ նրանք մասնակցեն ընտրություններին։ Սա արդյոք միջամտություն չի Հայաստանի ներքին գործերին։ Առհասարակ ես անկեղծ ասած չեմ հասկացել, թե ինչի հրապարակային ասվեց այս հայտարարության մասին։ Ենթադրում եմ, որ փակ հանդիպումների ժամանակ կուլիսներում ամենատարբեր հարցեր ամենատարբեր սրությամբ կարող են քննարկվել, վստահ եմ ձեր նախագահության ժամանակ են եղել, չնայած ձեր ընկերական հարաբերություններին սուր քննարկումներին, ինչը շատ բնական է, բայց հրապարակային նման հայտարարություն անելը ինչի մասն է առհասարակ խոսում։ Պատճառահետևանքային կապը մի հատ փորձենք հասկանալ։ Այդպիսի խոսակցություն Ռուսաստանի նախագահան այդ թեման չէր բացի, եթե չլներ Արարատ Միրզոյանի այցը Բրուսել, հիբրիդային պատերազմի մասին այդ խոսակցությունը եւ եթե Եվրոմիությունը չհայտարարեր, որ հիբրիդային պատերազմից պաշտպանելու համար Հայաստանն ուղարկում հատուկ թիմ, փող եւ այլ։ Հրահրողը, սադրիչը այդ խոսակցության այս իշխանությունն էր։ Հիմա Ռուսաստանի աչքի առաջ եղել է Մոլդովայի օրինակը։ Հիմա Հայաստանը գնում է ճիշտ այդ ճանապարհով եւ չի թաքցնում, չէ՞։ Չի թաքցնում, սա ասենց բացահայտ հայտարարություններ են անում այդ ուղղությամբ։ Հայտարարությունները նաեւ անում են հետեւյալ իմաստով, որ ռուսական կամ ռուսամետ ուժեր են իրենք որակում ինչ որ ուժեր իրենց մասնակցությունը արգելելու համար։ Սա է չէ բովանդակությունը, որտեղից է սկսել պատճառահետևանքային կապ։ Դուք սկսում եք մի քաղաքականություն չեզոքացնելու համար այն կուսակցություններին կամ քաղաքական միավորներին, որոնք համարում են, որ Ռուսաստանի հետ պետք է ամրացնել հարաբերությունները։ Ռուսաստանի նախագահը ասաց ինչն է։ Ինչպես ժողովուրդը կարող է ազդել արտաքին քաղաքականության վրա։ Միայն ընտրությունների ճանապարհով։ Ռուսաստանի նախագահի ասածը հետևյալն է. հնարավորություն տվեք հայ ժողովրդին ընտրության ճանապարհով ընտրել այն իշխանությանը, որը միգուցե ընտրություն կատարել, թե ինքը ուր է ուզում գնա։ Ուզում է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանել, թե չի ուզում։ Դու եթե արգելում ես այդ կուսակցությունների մասնակցությունը, դու ընդհանրապես ժողովրդին զրկում ես արտաքին քաղաքականության ազդելու հնարավորությունից։ Այս անկյանտակը որոշման հարցը։ Այս հարցը ուրիշ ձևի ոնց ազդի, օրինակ ժողովուրդը ոնց ազդի, օրինակ արտգործնախարարի վրա։ Ազդելու լծակ չունի ժողովուրդը։ Հիմա իրենք ընտրել են այս ճանապարհը, ժողովրդավարությունը ինչ է ենթադրում, որ ընտրությունների ճանապարհով ընտրվում է մի իշխանություն, որը այդ 5 տարվա համար իրականացնում է արտաքին քաղաքականությունը, ճիշտ է։ Ռուսաստանի նախագահը ասում է այդ հնարավորությունը ժողովրդին տվեք, եթե դուք ձեզ համարում եք ժողովրդավարական երկիր, թող ժողովուրդը որոշի։ Եթե ժողովուրդը որոշի, այդ հնարավորությունը տաս, ժողովուրդը որոշի, ասենց ձայնը տալ մի կուսակցության, որ ընդհանրապես կխզի հարաբերությունները Ռուսաստանի, ընդունում ենք դա։ Այդ դեպքում մենք համարենք դա ժողովրդի որոշում։ Կհարգենք այդ որոշումը, բայց դուք արգելքներով եք դա շարժվում։ Հասկացաք, չէ՞, դա սա է ասել Ռուսաստանի նախագահը։ Սա միջամտություն է ներքին գործերին։ Հետաքրքիր է, որ երբ որ եվրոպացիներից փող են ուզում, դիտորդներ են ուզում, տարբեր հայտարարություններ են ակնկալում, դա միջամտություն չի ներքին գործերին։
Բայց երբ որ որևէ այլ երկրի ղեկավար որևէ բան ասում, դա միջամտություն Հիմա է։ դրա համար եմ ասում պատճառահետևանքային Երկակի կապավորն է։ ստանդարտները։ Անդեղից սկսել են Ռուսաստանը լինելով գերպետություն ունի իր ասենց պերիմետրով ունի իր շահերը եւ ինքը տեսնում է որ արեստական ճանապարհներով փորձում են չեզոքացնել նաեւ այն ուժերին որոնք ավելի հավասարակշռված քաղաքականություն են ուզում իրականացնել եթե դու հայամետ ես եթե դու մտածում ես Հայաստանի Հանրապետության մասին եւ հայ ժողովրդի մասին դու չպետք է քայլեր անես որոնք հարված ետակ են դնում հայ ժողովուրդը Ինձ թվում է անկյունակար է այս հարցի հետ, որ դասը որն է, երբ մենք ասում ենք Հայաստանը պետք է բախումների թաթերաբեմի վերածել, նաև այս դրա հետ ենք, չէ՞։ Երբ որ դու գնում ես մեկին ասում ես արի միջամտի իմ ներքին գործերի աշխարհակահաղական մի կենտրոնի, բնական է, որ այն մի կենտրոնն էլ ասել է, բա ես ինչի՞ չմիջամտեմ։ Ու եթե իրականում ինչ է, Եվրոպան ունի իր թեկնածուն, Ադրբեջանը, Թուրքիան ունի իր սրտի թեկնածուն, Ռուսաստանը մտածում է, ես ինչի՞ չունենամ իմ թեկնածուն։ Այսինքն սա է վիճակը, ինչի ենք մենք ստեղ եկել։ Դու գնացել ես մեկին հրավիրել ես քո ներքին կյանք, այն մնացած ասել են, բա մենք ինչի դուրս մնացինք այս ամեն ինչից։ Իմ կարծիքը պետք է բոլոր կողմերը եվրոպացիք հետ քաշվեն, հենց եվրոպացիք այդ process-ից հետ քաշվեն։ Ռուսաստանը ինքն է հետ քաշվելու, որտեղ Ռուսաստանը ես չեմ հիշում որ երբևէ նման կարգի հայտարարություն անել։ Սա է անկյունակարը, որ ո՞նց ենք ստեղ ասել։ Հիմա անկյունակարը հենց պատճառահետևանքային կապն է։ Իրենք հրահրել են իմիջիալոց այս իշխանություն գնաց եվրոպացիներից օգնություն խնդրեց։ Նախաձեռնությունը եվրոպացիներին չէր։ Երևի գնացել են, ասել են, Ռուսաստանը չգիտեմ ինչ է անում, եվրոպացիներին ներքաշեցին այդ process-ի մեջ, եվրոպացիներին ներքաշելը ավտոմատ բերում է Ռուսաստանի ներքաշմանը։ Մեզ դա պետք է, իհարկե պետք չի։ Օրինակ ես կողմնակից եմ, որ նրանք էլ հետ քաշվեն, Ռուսաստանը էլ հետ քաշվի, Ադրբեջանն էլ հանգիստ թողեն արգումենտներով, այսպես ասենք, քաղաքական ուժերը պայքարեն քվենների համար եւ թող հայ ժողովուրդը որոշի։ Եթե հայ ժողովուրդը որոշի, որ այս հսկայական տնտեսական ձեռքբերումները եւ տնտեսական բոլոր առավելությունները, որը ունի Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում, եթե դա հայ ժողովրդի հետ կարևոր չի հայ ժողովրդի համար, ուրեմն թող ընտրեն այլ զարգացման ճանապարհ, բայց այդ հնարավորությունը տալ առանց միջամտության։ Ի վերջո մենք երկար կարանք բանավիճենք ովքեր են ռուսամետները, արևմտամետերը, բայց ինձ թվում է մի բան հստակ է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի սրտի թեկնածուն այս ընտրություններում ԿՊ-ն է, էլի Եվ բաց ասում են դրա մասին։ հայտարարում են, Իմ հարաբերությունները Ալիևն էլ է մասնակցում։ Իմ հարաբերությունները Եվրոմիության հետ շատ լավ են։ Երբեք հակառուսականության խնդրեմ իրենք չեն դրել, երբեք։ Ես շատ լավ հարաբերություններ եմ ունեցել առաջնորդների հետ։ Շատ բան փոխվել նաև Եվրոպայում։ Չի եղել այդպիսի բան, երկընտրանքի առաջ երբեք չեն դրել։ Չի եղել որևէ դեպք, երբ որ իմ հետ օրինակ իմ հարաբերություններում Ռուսաստանի նախագահի հետ մեզ ինչ որ ասեն, բայց Եվրոպայի հետ ինչի եք։ Այս կամ այն քալերան չի եղել։ Եվ Եվրոպայում երբեք չի եղել, օրինակ որ Ժակ Շիրակը ինձ ասի, բայց շատ չեք մի քիչ Ռուսաստանի հետ։ Երբ որ դու հավասարակշռված քաղաքականություն ես ստանում, երբ որ դու անտրամաբանական բաներ չես անում, որը հարցեր է առաջացնում, այդ հարցերը ուղղակի չի առաջանում։ Եթե դու այդ հիմարությունը չես անում։ Դե հիմա սրված են հարաբերությունները ռուս-ուկրաինական պատերազմից հետո, Մենք էլ պիտի sense թռնենք այդ հարաբերությունների արանքում։ Կրակի մեջ են։ Ինչի համար։ Վերջի պատասխանատվությունը առաջի դեմքի պատասխանատվությունը շատ մեծ է իր քայլերը բերելու են խնդիրների թե բերելու են այդ խնդիրների լուծմանը։ Ինքը հրահրում է լարվածություն, թե հակառակը համերաշխություն է բերում։ Ինքը արդեն ցույց տվեց, որ ինքը հանգիստ չի կարող մնալ։ Մի նոր փորձանք ամեն ինչում ինքը պետք է հրահրի եւ ոնց որ իր ապրելու միջավայրն է, իր չգիտեմ, նույնիսկ սա ավելի շատ տենց բիոքիմիա է հարցը։ Մարդը հանգիստ չի թողելու հայ ժողովրդին։ Այդ մարդուն հանգիստ թողնենք, պարոն նախագահ, առաջարկում եմ ամփոփենք եւ ասենք մենք ինչ ենք անելու։